Մասնածռերին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանը իրեն կալանքի տակ պահելը համարում է պատասխան իր քաղաքական գործունեության։ Սասն է ձեզի հրամայում Սերժիկ Ազատիչովիչի Սարգսյան։ Նա ինչ որ ասում է, դա էլ կատարում է։ Վաղը հրամայի ինձ բացթողեն, վաղը հրամայի ու իմ տեսակցություններս բացել, որ ես կնոջս և երեխաներիս միասին տեսակցեմ։ Նա դատանին հիշեցրեց, որ թողել է Ամերիկայի Միացյալ Նահանգների իր բարեկեցիկ կյանքը և 5 երեխաների հետ եկել է Հայաստան, երեխաներին հայեցի դաստիարակելու համար, իսկ այսօր ամեն ինչ անում են, որ լքի Հայաստանը։ Ոչ, դա չեմ անում, չեմ գնալու, պայքարելու եմ, ձեզ պիտի ծնկի բերել տամ և մեղա պիտի ասեք դուք իմ առաջ մի օր, ասելով, որ Եղնուկյան մեղք են գործել, Աստված թող մեզների։ Հարաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատանում քննվում էր Կարո Եղնուկյանի բողոքը քննիչի և դատախազի կողմից առանց հիմնավորումների պաշտպանական կողմի միջնորդությունները մերժելու վերաբերյալ, իսկ միջնորդությունները վերաբերում են տարբեր փորձաքննություններ անցկացնելուն, գործի վարույթը կարճելուն։ Դատական նիստին, երբ Կարո Եղնուկյանը իրեն կալանքի տակ պահելը համարեց քաղաքական որոշում, դատավորը հորդորեց խոսել բուն բողոքի մասին։ Երեխաների վերում նստածում են այստեղ, որ ընդհատեն, որ ստացվի, որ մարդուն արգելում են խոսել։ Այո, այդպես է։ Բարլակ ունենանք մեկս մյուսի հետ ական խոսենք, ինչի՞ց ասես։ Ես իմ գործից եմ խոսում, ես ուրիշի գործից չեմ։ Բոլոր գործից եք խոսում, մենք կոնկրետ իրավիճակ ունենք, ձեր միջնորդություն ենք քննարկում։ Քննիչ դատախազ դատավոր համակարգը Կարո Եղնուկյանին հիշեցնում է ստալինյան ռեժիմը։ Նայում էի կարոտ ֆիլմը և մի նախադասություն տեսա, ասես, «Բա դուք մեղք չեք, ես ինչ անեծքով տուն կպահեք»։ Ես հիմա ձեզ եմ ասում, «Բա դուք մեղք չեք, ես ինչ անեծքով տուն կպահեք»։ Աշխատանքային ծառաբեռնվածության պատճառով դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 10-ը։